Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Բաքվում փոխում է ծիծեռնավանքը, Ալիևը պահանջներ է ներկայացնում Զանգեզուրին հարցումը, Արցախի էջը կապելը հնարավոր չի, հայակվեմ։ Խոյագլուխ տապանաքարին խորհուրդը, Ուրարտուական պահապանը Արածանին կողքին, Կրքիսրաքի եղբայրությունը փրկության ուղի, Դերսիմա Բարևը ջարա չիմեն հայերենավ։ Ադրբեջանական իշխանությունն են հայտարարել ընդհանուր վերականգնելու հայկական ծիծեռնավանքը վերգտում Արցախի հանրապետության Բերձորի Սորվա Լաչինյան շրջանում, ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ Բայց վերականգնման իրական նպատակն են ու վանքի ապագան հարցականի տակին, հայտնի չի թե ինչ ձևի է շարունակել իրան գոյությունը վանքը վերականգնմանը ետը։ Ենթադրելի ավեր հայկական վանքը կարե հանձնվե Բաքվի կողմից խրախուսվող Աղվանա ու Դիական քրիստոնեական համայնքին փորձելա վերագրավել հայկական մշակութային ժառանգությունը։ Ըստ Թրենդ գործակալության Բերձորաշրջանում Բաքվի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիևը հայտարարել վերադրբեջանական պետական մարմինը մշակում են առաջարկն է վանքի վերականգնման ուղղությամբ։ Նշենք վեր Բաքուն հայկական ծիծեռնավանքը կոչվում է Աղողլանի վանք, փորձելա փոխել ոչ միայն դրա մշակութային, այլև պատմական ինքնությունը։ Բերձոր Պերվի կեղծ Ադրբեջանական Հանրապետության հիմնադրման առիթը կազմակերպված տոնական միջոցառման վաղտը Բաքվա նախագահ Իլհամ Ալիևը առիթը պես չի թողալ խոսել Արևելյան Հայաստանը նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Ընդգծել վեր այսպես կոչված Բաքվի Դեմոկրատական Հանրապետությունը երկան գոյատևելու չի, Ալիևը հայտարարել թե իբր Թարիմության Զանգեզուրը անջատվալա Բաքվին անա միացալա Արևելյան Հայաստանին։ Տամած անարդարությունն էլ ու ադրբեջանական ժողովուրդը նմանատիպ անարդարությունների բախվել իրան սաղ պատմության վաղտը Իվիլցրալ Ալիևը։ Ալիևին հայտարարությունը Զանգեզուրի օրակարգի մասին կարելի է դիտարկել որպես ծրագրային հայտարարություն թուրքական էքսպանսիային համատեքստումը։ Հայակվեի տելեգրամյան գրառումը գիշատիչ գազանին հոտառությունը Բաքուն զգացալա զոհին վտը ու ձգտալա յորոնե առավելագույնը։ Բաքվի նպատակը Արցախը չի, այլ հայկական գործոնը վերացնելը, որպես յուրանք կարին անարգել առանց որևէ խոչընդոտի միանան Թուրքիային ու Կասպից ծովափ բիդա կենտրոնական Ասիա իրականացվե մեծ Թուրանին ծրագիրը։ Եթե մուշադրություն դարձնենք Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, սաղ ընկետերում վեր կողմերը ամենամոտիկն ունենալ համաձայնությանը միշտ Ադրբեջանը սաբոտաժի ենթարկալ բանակցությունն են Հայաստանը առնվազն 3-4 հետ պատրաստել փաստաթուղթը ստորագրել է, այդ սաղ դեպքերում էլ Բաքուն հրաժարվա։ Չնայած Փաշինյանը փորձում է վերջնականապես կապ է Արցախի նեջը պիտի արձանագրել վեր կավեշ նման մինը վեր կարե անվերադարձ կապ է այն, քանի որ Արցախը կոնկրետ որևէ մինին պատկանում չի։ Խոյագլուխ տապանաքարերը դերսին վկայում են քյոհնյա հայկական հավատալիքների ու մշակույթի մասին։ Դրանք արտացոլում են անասնապահության, ոզանների, ժողովրդական երգիչների ու արևապաշտպանական հավատքի դերը։ Որոշ մեկնաբանություններ փորձում են խեղաթյուրին դրանց ծագումը, բայց դրանք հստակ տեղային ու հայերեն արմատներ ունին։ Մուշին հովտումը Վարդոյին կողքին, Արածանի կետին կողքին, մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի Ուրարտուա քյոհնյա ամրոցները մինն գտնվում։ Վերը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցավ։ Սարգված Սարդուրի բին օրոք ամրոցը ծառայելա որպես հյուսիսարևելյան սահմանների ռազմական ու վարչական հնագիտ։ Հնագիտական պեղումներին արդյունքում վերսկսման 1960-ականներին պարզվալ ավեր ամրոցը վերահսկալա գետահովիտը, հարակից շեներն առևտրային ուղին են։ Ջրին կողքին գտնվելը նպաստալ է նաև բնակչության մատակարարմանն ու հաղորդակցությանը, չնայած Սոր Բերդը ավերակը յուրան հզոր պատերնան գտնված կերամիկայի մետաղի մնացորդն են վկայում երբեմնի կենսունակ ու բոնտ կառույցի մասին։ Այս ամրոցը ևս մեծ նշանցատամ թե ինչքան զարգացած է ուրարտական քաղաքակրթությունը ոչ միայն ռազմական, այլև ճարտարապետական ու կազմակերպչական առումներով։ 1915 թվականի ցեղասպանության տարիներին վաղտը Կայսերի Կրքիսրակ շենը դառալա Բեդրոս Գաբրիելյանի ընտանիքի փրկության վայրը։ Շինացիք վտանգը տեսնելով ապաստարն ընտվալ իրենց կիսելով հացնա սրտը։ Մխելատարին է իրենք ապրան կողք կողքի դռնալավ մի հատ ընտանիք։ 1950-ականներին Գաբրիելյանն տեղափոխվան Արգենտինա, բայց շենին հիշողության մեջի մնացալա հավեր։ Այս պատմությունը մարդասիրության ու խեզախության վկայությունն է հիշեցնում, վեր դաժե մթության մեջին հնարավոր է ընտրել բարությունը։
Վերջին շրջանում մոտ հետաքրքրություն է առաջացնում մի հատ հուզիչ վիդեո։ Վերում ներկայացվում է դերձյան ժողովրդական երգը «Ջարաչիմե»։ Այս երգը վերթարգմանաբար նշանակում է «Չիմենյան ծաղիկ», կատարում է Բինգյոլա հայերենը, վկայելով հայ մշակույթի խորքային հետքերը այս պատմական հայկական վաղերումը։ Վիդեոն տարածվել է սոցցանցերում ջերմ արձագանք ստանալով, հատկապես նրանցից, ովքեր հետաքրքրված են հայկական ժառանգության պահպանումով։ Երգը թամեղեդի է, բովանդակությամբ խոր զգացմունք է փոխանցում, հիշեցնելով անցյալի կորուսյալ աշխարհը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքանը կպտրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։